Ռեոփեն մեդիայի ուղիղ եթերում իր աշխատանքն է շարունակում Բրիի Նյուզ լրատվականը, մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության, տաղավարում է Լուսինե Ղարսայանը։ Այսօրվա ներկայացվելիք թեմաների մասին նախամարոտ։ Փաշինյանը ստացել է Արցախյան խնդրի լուծման առաջարկ, որը թաքցրել է ժողովրդից, պնդում է Սերժ Սարգսյանը։ Վարչապետը կոչ է անում հետ չնեղվել եւ խոստանում մինչեւ տարեվերջ հրապարակ հանել բոլոր փաստաթղթերը։ Ինչու պատերազմի ընթացքը հանգեցրեց նոյեմբերի 9-ի աղետին եւ արդյոք հնարավոր էր պաշտպանել Շուշին։ Ռիոփնի բացահայտումները։ Ամերիկացի պետական ծառայողները դեռ աշխատավարձ չեն ստանա, Սենատը մերժեց օրինագիծը, հոկտեմբերի 1-ից սկսված շաթդաունը շարունակվում է։ Ստամբուլի դատախազությունը ձերբակալման հրամանագրեր է արձակել Իսրայելի 37 պաշտոնյայի նկատմամբ։ Գազայում ցեղասպանության համար մեղադրվողների ցուցակը գլխավորում է վարչապետ Նեթանյահուն։ Հայաստանի քննչական մարմինների թիրախում կրկին գեներալներ են, մեղադրանք է առաջադրվել Միքայել Հարությունյանին ու Էնրիկո Ապրիամովին։ Եվ հայ պատանի շախմատիստների նվաճումները Եվրոպայի առաջնությունում, Վահե Սուքյասյանը չեմպիոն է հռչակվել, Տիգրան Համբարձումյանը փոխչեմպիոն։ Պաշտպանության նախկին նախարար գեներալ գնդապետ Միքայել Հարությունյանի նկատմամբ կրկին հետախուզում է հայտարարվել։ Հանրային հեռուստաընկերության փոխանցմամբ նախկին պաշտոնյան այս անգամ մեղադրվում է լիազորությունները չարաշահելու համար։ Ըստ մեղադրանքի պաշտոնավարման շրջանում նա բնակարան է հատկացրել Մանվեր Գրիգորյանի եղբորորդուն, 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալին, չնայած ըստ քննիչների մինչև այդ նա արդեն 10 միլիոն դրամ էր տվել բնակարանի համար։ Այս գործով մեղադրյալ է նաև գլխավոր շտաբի պետ նախկին գեներալ Էնրիկո Ապրիամովը։ Հակակոռուպցիոն դատարանը մերժել է էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդությունը։ Իր ֆեյսբուքյան էջում նախկին նախարարը նշել է, որ դատարանը ոչ միայն մերժել է իրեն, այլև 5 տարի քննվող եւ ավելի քան 10 տարվա վաղեմության դեպքերին վերաբերող գործով անցնող մյուս 1 տասնյակից ավելի բոլոր մեղադրյալներին կալանավորելու միջնորդությունները։ Հավելեմ, որ Քերոբյանը անցնում է նաեւ մեկ այլ գործով եւ մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Իմ նեմնիմի փոդքասթի եթերում նախկին նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք բացահայտումներ է արել 44-օրյա պատերազմին տանող քայլերի վերաբերյալ, նաև դիտարկումներ ներկայացրել, թե ինչ էր պետք անել պատերազմը կանխելու, բանակցային ձևաչափը պահպանելու եւ երկիրն աղետի չտանելու համար։ Նա մեղադրել է գործող վարչապետին բանակցային գործընթացը տապալելու եւ 2019-ին իրեն ներկայացված խնդրի լուծման առաջարկը ժողովրդից թաքցնելու մեջ։ Ֆեյսբուքյան գրառումներով եւ ուղիղ եթերում նրան հակադարձել է Նիկոլ Փաշինյանը։ Ասել է, թե 44-օրյա պատերազմը կանխելու համար անհրաժեշտ էր, որ Ղարաբաղի հարցի կարգավորման հայկական կողմի պատկերացրած լեգիտիմությունը համապատասխանեցվեր կարգավորման միջազգային լեգիտիմությանը։ Պատկերացումները համապատասխանեցնելը, եթե տեսականորեն հնարավոր էր, գործնականում անհնար էր, որովհետև մենք առաջին քայլով պետք է ընդունեինք, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում պետք է լինի, ուրիշ որևէ տարբերակ չկար։ Եթե մենք կարծում ենք, որ մենք դա կարող էինք անել 18-19 թվականներին, ուրեմն այո, դա իմ սխալն էր, որ դա չեմ արել, ասել է Փաշինյանը։ Տևական դադարից հետո Հայաստանի 3-րդ նախագահը Իմ նեմնիմի փոդքասթում ծավալուն զրույցում անդրադարձել է 2018-ի իշխանափոխության իրադարձություններին, դրանից հետո գործող իշխանությունների վարած քաղաքականությանը, 44-օրյա պատերազմին։ Սերժ Սարգսյանի խոսքով 2020-ի պատերազմի հիմնական պատճառները մի քանիսն են։ Առաջին հանգամանքն ըստ 3-րդ նախագահի բանակցային գործընթացից խուսափելն ու հրաժարվելն էր, ապա բանակցողներին ինչ-որ անհասկանալի տարբերակ առաջարկելը, որն էլ հանգեցրեց այդ պրոցեսի դադարեցմանը։ Երկրորդ հանգամանքը կայանում է նրանում, որ տեղի ունեցան այնպիսի գործողություններ, որոնք հնարավորություն տվեցին Ադրբեջանին արդարացնելու իրենց ռազմական նախաձեռնությունը, պատերազմ սկսելու նախաձեռնությունը։ Կարծում եմ 3-րդ հանգամանքը կայանում էր նրանում, որ ադրբեջանական եւ թուրքական հետախուզությունները շատ լավ տիրապետում էին մեր բանակում տիրող իրավիճակին եւ տեսնում էին, որ մեր բանակի մարտունակությունը բավականին ընկել էր։
Հարցազրույցի ժամանակ անդրադարձ է եղել նաև Նիկոլ Փաշինյանի Հայաստանի նախկին ղեկավարներին պարբերաբար բանավեճի հրավիրելուն եւ այն փաստաթղթին, որի մասին ասվում էր, թե եթե դա Փաշինյանը հրապարակի, այլևս բանավիճելու հարց չի լինի։ Սարգսյանն ասում է, ամիսներ առաջ է տեսել 2019-ին Արցախի հարցով Մինսկի խմբի համանախագահների առաջարկած այն փաստաթուղթը, որը նրա խոսքով Նիկոլ Փաշինյանը թաքցնում էր հայ ժողովրդից։ Գրեթե մի տարի մենք խոսում էինք այն մասին, որ կա նոր փաստաթուղթ, իսկ իրենք ասում էին չկա։ Չկա, բայց արտգործնախարարը գնում էր հանդիպումների։ Չկա, բայց մենք տեղեկություններ էինք ստանում, որ կա այդպիսի փաստաթուղթ։ Ես օրինակ Արցախի հանրապետության ղեկավարությանը ասել եմ, որ կա այդպիսի փաստաթուղթ եւ խնդրում եմ գնացեք այդ կառավարիչի մոտ եւ ասեք թող ձեզ ցույց տան այդ փաստաթուղթը։ Արդեն 2020-ին, ինչպես նշում է Սերժ Սարգսյանը, Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարեց, որ կա այդպիսի փաստաթուղթ, եւ նույնիսկ այդ փաստաթղթի դեպքում էր հնարավոր փոխզիջումներով հասնել հիմնախնդրի կարգավորման, սակայն Հայաստանի գործող կառավարիչները նույնիսկ այդ վերջին հնարավորություններից մեկը տապալեցին։ Ճիշտ է, որ մեր բանակցությունների ժամանակ Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամ արտահայտումը առանձնացված էր առաջին, այսինքն առանձին կետով։ Իսկ այստեղ պրեամբուլայում այդտեղ էր նշված։ Այսինքն սա ամբողջովին հնարավորություն կտար նորմալ բանակցելու պարագայում այդ կետն էլ առանձնացնել եւ գնալ խնդրի լուծման։ Ի պատասխան Սերժ Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանը գրառումներով հայտարարել է, որ մինչև տարեվերջ կհրապարակի բանակցային պատմության առանցքային թղթերը, այդ թվում Սարգսյանի գրած նամակը։ Հետ չնեղվես, բանակցային պատմության առանցքային թղթերը ներառյալ 2019 դասավորել եմ, հիմա սկան ենք անում եւ մինչև տարվա վերջ հրապարակելու եմ, արանքներում դնելով նաեւ մի քանի հրապարակային թղթեր, նաեւ քո գրած մի նամակ եմ մեջը դնելու, որ չմտածես առ եմ համարում։ Փաշինյանն արձագանքել է նաև Սարգսյանի այն մտքին, թե անհասկանալի է ինչպես էր հնարավոր 44-օրյա պատերազմի հենց առաջին ժամերին կորցնել հոբ միջոցների կեսը։ Ինչ կա չհասկանալու։ Ձեր թողած հոբ համակարգը ոչ թե առանձին վերցրած միջոցները, այլ ընդհանուր առմամբ հոբ համակարգը մետալալոմ էր, բառից բուն իմաստով մետալալոմ, իսկ դաշնակիցները մեզ 3 մատի կոմբինացիա էին ցույց տալիս, դրանք նորացնելու հայցերին ի պատասխան։ Վարչապետն ասում է, 44-օրյան կանխելու համար պետք էր Ղարաբաղի հարցի կարգավորման մեր պատկերացրած լեգիտիմությունը համապատասխանեցնել միջազգայինի հետ, ինչը նրա համար գործնականում անհնար էր։ Առաջին քայլով պետք է ընդունեինք, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում պետք է լինի։ Ուրիշ որևէ տարբերակ չկար, պարզապես չկար։ Եթե մենք կարծում ենք, որ մենք դա կարող էինք անել 18-19 թվականներին, ուրեմն այո, դա իմ սխալն է, որ ես դա չեմ արել։ Իդեպ 44-օրյա պատերազմի մասին այսօր հիշել է նաև Ադրբեջանի արտգործնախարարը։ Բայրամովը հայտարարել է, թե պատերազմի օրերին Մակրոնը բազմիցս զանգահարել եւ սպառնացել է Ադրբեջանին, որ կճանաչի Լեռնային Ղարաբաղը, եթե Ադրբեջանը կանգ չառնի։ Ըստ նրա, իշխանության գալուց հետո Փաշինյանը խոստացել է քայլեր ձեռնարկել հակամարտությունը լուծելու համար։ Խնդրել է դադարեցնել սահմանին կրակոցները, որպեսզի դա օգնի իրեն լուծել հակամարտությունը։ Սակայն 2019-ի հանդիպմանը փոխել է իր դիրքորոշումը եւ բացահայտ հայտարարել, թե ինքը չի կարող եւ չի լուծելու այն։ Նա բերում էր շատ հետաքրքիր փաստարկ. եթե ես դա անեմ, ինձ կսպանեն, եւ նույնիսկ նախագահին տալիս է հռետորական հարց. դուք ուզում եք, որ ինձ սպանեն։ Մերի Դանիելյան, Reopen Media։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 5-րդ ալիքի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը ներքին չարության հսկայական ծավալ ունի։ Իր մարմնի մեջ այդ չարությունը չի տեղավորվում, անընդհատ դուրս է տալիս, ասել է նա։ Քոչարյանի խոսքով, եթե Նիկոլ Փաշինյանը մնա վարչապետի պաշտոնում, Հայաստանում ներքին համերաշխություն երբեք չի լինի։ Նախկին նախագահը չի հավատում որևէ խաղաղության, որն ամրագրված չէ երաշխիքային մեխանիզմներով։
2020 թվականի աշունը հայ ժողովրդի պատմության ամենադաժան էջերից մեկն էր, որի ողբերգական գագաթնակետը դարձավ անառիկ թվացող Շուշիի անկումը։ Ինչպես եւ ինչ պայմաններում ընկավ հայոց բերդը եւ ինչ հայտարարություններ էին հնչում այդ օրերին նրանց կողմից, ովքեր պարտավոր էին պաշտպանել այն։ Իմ գործընկեր Դիանա Կարապետյանը զրուցել է Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանի հետ։ Առաջարկում եմ դիտենք զրույցից մի հատված, իսկ ամբողջական ռեպորտաժը մեր եթերում կլինի երեկոյան։ Եթե կազմակերպվեր Շուշին անառիկ է, Շուշին պիտի անպայման, հենց քարին տակում կարելի էր ոչնչացնել դրանց։ Որ ասում են գյորբաջոր, հենց քարին տակում պիտի գյորբաջոր անեն, որովհետև մեր համար ավելի նպաստավոր պայմաններ էր, իրենց համար աննպաստ է, որովհետև քարին լեռնաշղթայից նայում ես, ափիդ մեջ երևում էր։ 5 տարի առաջ այս ժամերին օրհասական դրություն էր Արցախյան ռազմաճակատում, թեև արդեն հայտնի էր Շուշիի անկման մասին, ինչը անկումային տրամադրություններ էր ստեղծել, սակայն ոչ ոք չէր սպասում նոյեմբերի 9-ի աղետին։ Ինչպես զարգացան իրադարձությունները, որոնք հանգեցրին հայկական երկրորդ հանրապետության համար կործանարար դրության, ովքեր ինչ որոշումներ կայացրեցին, որոնք ճակատագրական դարձան մի ամբողջ հայկական երկամասի համար։ Ավելի ուշ կարող եք լսել ու տեսնել Անի Հովհաննիսյանի ֆիլմում, YouTube-յան և սոցցանցերի մեր մյուս էջերում։ Այժմ եկեք դիտենք մի հատված։ Сегодня с чувством радости. Այսօր ուրախության զգացումով, հպարտության զգացումով ես ստորագրում եմ այս փաստաթուղթը եւ կցանկանայի շնորհավորել ողջ ադրբեջանական ժողովրդին այս պատմական իրադարձության կապակցությամբ։ Շնորհակալություն։ Перейдем к подписанию. Անցնենք ստորագրմանը։ Ուղիղ 5 տարի առաջ այսօրը Ալիևը ու Պուտինը ստորագրեցին նոյեմբերի 9-ի հայտարարությունը։ Փաշինյանին սակայն ստորագրման ընթացքում մենք չենք տեսնում։ Ըստ Ալիևի Ադրբեջանը այս հարցը լուծեց ինքնուրույն, առանց իր խոսքով առաջնորդների ոտքերն ընկնելու։ Спасибо большое, Владимир Владимирович. Hiçbir lideri zengelememiş. Ես ոչ մի առաջնորդի չեմ զանգահարել։ Ես շփումներ ունեցել եմ, նրանք են ինձ զանգահարել, բայց մարդ չի մնացել, որ նա չզանգի, չաղաչի, բանագնաց չուղարկի, չլացի կամ ոտքերը չընկնի։ Ահա սա է դրա վերջը։ Բայց Ալիևը մենակ չէր, Հայաստանը ու Արցախը միայն Ադրբեջանի դեմ չէին կռվում։ Թուրքիան էլ էր Ալիևի կողքին ու դա չէին էլ թաքցնում։ Ադրբեջանին հսկայական ռազմական օգնություն էր ցուցաբերում Պակիստանը։ Սրանից բացի ադրբեջանական սահմանի երկայնքով տեղակայել էին սիրիացի վարձկանների, ինչի մասին պատերազմի օրերին ահազանգում էին Ֆրանսիայի նախագահը, Ռուսաստանի արտգործնախարարն ու անվտանգության դաշնային ծառայության ղեկավարը։ Թուրքիայի նախագահ Թայիպ Էրդողանը մեկնել է Ադրբեջան, որտեղ մասնակցել է Արցախի բռնազավթման առիթով զինվորական շքերթին և գովաբանել Ալիևին։ Էրդողանն ասել է, թե իր աչքերով է տեսել, թե ինչի է ընդունակ Ադրբեջանը իր եղբոր Իլհամ Ալիևի ղեկավարությամբ, պատմելով Ղարաբաղում սկսած շինարարության մասին։ Նա կրկին ամբողջական աջակցություն է խոստացել Ալիևին։ Հավելեմ, որ Էրդողանի գովերքած աշխատանքների մեջ են մտնում նաև հայկական մշակութային, պատմական հուշարձանների և օկուպացված Արցախում հայերի դարավոր ներկայության բոլոր հետքերի լիակատար ոչնչացումը։ Միջազգային հարթակներում Հայաստանի հետ խաղաղության պատրաստակամությունից խոսող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին ծաղրել է հայերին, ինչ-որ մեջբերումներ հիշատակելով անհատների խոսքերից։ Նա ասել է, թե վերջին պատերազմից առաջ Հայաստանում ասում էին, որ իրենց տանկերը կլինեն Բաքվի փողոցներում, իսկ իրենք թեյ կխմեն Բաքվում։ Նրանց ցանկությունները կատարվեցին, մենք դրանք իրականացրեցինք։ Հայկական տանկերն այսօր ցուցադրվում են Ռազմավարի պարկում, իսկ հայ հանցագործները Բաքվի քնչական մեկուսարան ադրբեջանական թեյ են խմում, ասել են նա, առանց սեփական դատարանի վճռի անվանարկելով իրենց հայրենիքը պաշտպանած գործիչներին։ Ամերիկացի անանուն պաշտոնյան հայտարարել է, թե Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ծրագրում էր Մեքսիկայում Իսրայելի դեսպանի սպանությունը, սակայն մահափորձը կանխվել է։ Իրանը հերքել է մեղադրանքը։ Ստամբուլի դատախազությունը հայտարարել է, որ քրեական հետաքննություն է սկսել Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաների դեմ, մարդկության դեմ հանցագործությունների, Գազայի հատվածում ցեղասպանություն իրականացնելու համար։ Ստամբուլի դատարանը ձերբակալման հրամանագիր է տվել 37 Իսրայելի պաշտոնյաների, գլխավորում է վարչապետ Նեթանյահուն։ Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայի մզկիթում պայթյուններ են որոտացել, վիրավորվել է 55 մարդ, դեռահաս կասկածյալը ձերբակալվել է։ Միջազգային լրահոսին այսօր ուշի ուշով հետևում է իմ գործընկեր Մերի Դանելյանը։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ Թեհրանը խաղաղություն է փնտրում, բայց չի ընկրկի արտաքին հարկադրանքի առաջ, հատկապես Միացյալ Նահանգների կողմից միջուկային ծրագրի եւ հրթիռային պաշտպանության հրաժարման պահանջների համատեքստում։ Փեզեշքյանն այդպիսով պատասխանել է Դոնալդ Թրամփի վերջին մեկնաբանություններին, թե Իրանն իբր խնդրել է վերացնել սանկցիաները։ Մենք ուզում ենք ապրել խաղաղ եւ անվտանգ, բայց ոչ արժանապատվության ոտնահարման հաշվին, ասել է Իրանի նախագահը եւ մեղադրել Միացյալ Նահանգներին, որ Իսրայելին զենք է մատակարարում, բայց Իրանից պահանջում է հրաժարվել հրթիռներից, հետո էլ հարձակվում է, երբ ցանկանա։ Փեզեշքյանը հաստատել է, որ Իրանը չի հրաժարվի միջուկային գիտության զարգացման կամ հրթիռային պաշտպանության իր իրավունքից։ Նիգերիայի հանրահայտ իմամ Դանչո Իսմայիլ Աբու Խալիդը ջումաթի շաբաթօրյա հավաքական աղոթքի ժամանակ կոչ է արել համաերկրացիներին զգուշություն պահպանել եւ դիվանագիտական ճանապարհով չեզոքացնել Միացյալ Նահանգների նախագահի սպառնալիքները։ Թրամփն այս ամսվա սկզբին սպառնացել էր զորքեր ուղարկել Նիգերիա քրիստոնյաների զանգվածային սպանություններ իրականացնող խմբավորումներին ոչնչացնելու համար։ Նիգերիայի նախագահ Բոլա Ահմադ Տինուբուն հերքել է քրիստոնյաների դեմ անհանդուրժողականության մեղադրանքը, ընդգծելով, որ Բոկո Հարամ եւ Ֆուլանի խմբավորումների հարձակումները ավելի շատ աշխարհագրական են, քան կրոնական, եւ կառավարությունը պաշտպանում է բոլոր հավատքների ներկայացուցիչներին։ Մինչդեռ վերջին օրերին հողային վեճերի հետևանքով դարձյալ քրիստոնյաներ են սպանվել։ Պաշտոնական այցով Մեքսիկայում գտնվող Էմանուել Մակրոնը նախագահ Կլաուդիա Շեյնբաումի հետ ստորագրել է համաձայնագրեր, որոնք ներառում են հին ձեռագրերի, այսպես կոչված նախահիսպանական կոդեքսների շուրջ մշակութային համագործակցություն։ Շեյնբաումը հատուկ ընդգծել է Ֆրանսիայում ցուցադրությունից հետո այդ կոդեքսների վերադարձի կարևորությունը, քանի որ դրանք Մեքսիկայի պատմական ժառանգության անբաժանելի մասն են։ Ազգային պալատում կայացած հանդիպմանը առաջնորդները քննարկել են տնտեսական, մշակութային եւ դիվանագիտական հարցեր։ 2026-ին նշվելու է Ֆրանսիա-Մեքսիկա դիվանագիտական հարաբերությունների 200-ամյակը։ Մեքսիկայի Ուրուապան քաղաքի բնակիչները պահանջում են դադարեցնել բռնությունը քաղաքապետ Կարլոս Մանսոյի սպանությունից հետո։ Նրանք բողոքի են դուրս եկել արդարադատության եւ անվտանգության կոչերով։ Նոյեմբերի 1-ին հարևան բնակավայրից մի դեռահաս գնդակահարել էր 40-ամյա Մանսոյին, երբ նա մասնակցում էր մոմավառության փառատոնին։ Հարձակումը ազգային վրդովմունքի ալիք է բարձրացրել։ Մասամբ դաշնային կառավարությանը ուղղված նրա բացահայտ քննադատության պատճառով կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գործում ավելին չանելու համար։ Մերի Դանիելյան, Reopen Media։ Այսօր վաղ առավոտյան Թուրքիայի Քոջայելի նահանգի օծանելիքի պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով 6 մարդ զոհվել է, կան վիրավորներ։ Հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել են շենքի 2 հարկերը, որոնք օգտագործվել են որպես պահեստ։ Հրդեհի պատճառները դեռևս հայտնի չեն։ Մահացել է Միացյալ Նահանգների նախկին ռազմածովային ուժերի նախարար մեր հայրենակից Փոլ Իգնատուսը։ Նա բարձր պարգևների արժանացած ռազմածովային ուժերի վետերան եւ ամերիկահայ համայնքի հարգված անդամներից էր։ Իգնատուսը ծնվել է Գլենդելում հայ գաղթականների ընտանիքում, երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել ամերիկյան ռազմածովային ուժերում։ Նախագահներ Ջոն Քենեդի եւ Լինդոն Ջոնսոնի օրոք զբաղեցնելով բանակի նախարարի օգնականի պաշտպանության նախարարի տեղակալի, իսկ 1967-ից էլ ռազմածովային ուժերի նախարարի պաշտոնները, ինչը նրան դարձրել է Միացյալ Նահանգների կառավարության պատմության մեջ ամենաբարձրաստիճան ամերիկացի հայը։ Իր գրքերում պատմել է հայկական ժառանգության մասին։ Նրա վաստակը ռազմածովային ուժերը հարգել են էսկադրոնային ականակիրներից մեկը նրա անվամբ կոչելով։ Նրա որդին Դեյվիդ Իգնատիուսը Վաշինգտոն Փոստի խմբագիրներից է։ Միացյալ Նահանգներում հոկտեմբերի 1-ից սկսված շատդաունը շարունակվում է։ Սենատը չի հաստատում պետական բյուջեն, որից պետք է աշխատավարձ ստանան միլիոնավոր պետական ծառայողները։ Օդանավակայանների, տիեզերական հետազոտությունների կենտրոնի, ՆԱՍԱ-ի աշխատակիցները։ Հերթական քվեարկությունը կոնգրեսի վերին պալատում տապալվել է։ Դեմոկրատների համառությունից զայրացած նախագահ Թրամփը մեկնել է Ֆլորիդա հանգստյան օրերին գոլֆի իր դաշտերում անցկացնելու համար։ Ամերիկյան Սենատը մերժեց օրինագիծը, որը նախատեսում էր 100 հազարավոր դաշնային աշխատողների աշխատավարձերի վերականգնում Միացյալ Նահանգների շատդաունի ընթացքում, քանի որ դեմոկրատներն ու հանրապետականները շարունակում են տարաձայնություններ ունենալ կառավարության աշխատանքի վերսկսման վերաբերյալ։ Դեմոկրատները խուլ են, միթե նրանք չեն լսում այն մարդկանց, որոնց դնում են այս իրավիճակում։ Սա նրանց շատդաունն է։ Նրանք վերջին 19 ամիսների ընթացքում 4 անգամ քվեարկել են դրա համար։ Հիմա նրանք չեն քվեարկի, քանի որ նրանց ծայրահեղ թևը ասում է չանել դա։
Թրամփը հայտարարել է, թե չգիտի, երբ կավարտվի շատդաունը եւ մեղադրանքների սլաքն ուղղել է դեմոկրատներին։ Դա կախված է դեմոկրատներից, մենք քվեարկել ենք, հանրապետականները 14 անգամ քվեարկել են երկիրը վերաբացելու օգտին, իսկ դեմոկրատները 14 անգամ երկրին վնասելու։ Դեմոկրատների մեծ մասը դեմ քվեարկեց օրինագծին, պնդելով, որ այն չափազանց մեծ լիազորություններ կտա հանրապետական նախագահ Թրամփին, որը որոշել է վճարել զինվորականներին եւ ներգաղթի աշխատակիցներին շատդաունի ընթացքում, միաժամանակ չվճարելով մյուս միլիոնավոր պետծառայողների աշխատավարձը։ Եկեք նստենք բանակցությունների սեղանի շուրջ, հուսով եմ, որ նախագահը կգա եւ կհանդիպի մեզ հետ։ Այստեղ քննարկվող գումարը մոտավորապես նույնն է, ինչ Արգենտինային տրամադրվածը։ Ես չեմ պատրաստվում այդ հարցը վերստին քննարկել, բայց դա ցույց է տալիս, թե մենք ինչ կարող ենք անել։ Դաշնային աշխատողներին ներկայացնող արհմիությունները կոչ էին արել օրենսդիրներին ընդունել օրինագիծը, նշելով, որ ստեղծված իրավիճակը դժվարություններ է ստեղծում շարքային ամերիկացիների համար։ Ամերիկյան ավիաընկերությունները կրճատել են 40 խոշոր օդանավակայանների չվերթների 4% այն բանից հետո, երբ կառավարությունը աննախադեպ կրճատում սահմանեց օդային երթևեկության համար։ Իսկապես տհաճ է, որ կառավարությունն այսպես ազդում է ճանապարհորդությունների վրա։ Տոներն են մոտենում, եւ եթե այս իրավիճակը շարունակվի, դա մեծ խնդիր կդառնա։ Թրամփի վարկանիշը նվազել է մինչև ամենացածր կետը նրա երկրորդ ժամկետում, Միացյալ Նահանգների պատմության ընթացքում ամենաերկար շատդաունի պատճառով։ Այս ֆոնին երկրի նախագահ Թրամփը ժամանել է Ֆլորիդա հանգստյան օրերն անցկացնելու Մարալագոյի տանը։ Մերի Դանիելյան, Reopen Media։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II հայրապետական այցով մեկնել է Հնդկաստան, վեհափառ հայրապետը հանդիպումներ կունենա Կալկաթայի Սուրբ Նազարեթ եկեղեցու հոգաբարձուների, հայոց մարդասիրական ճեմարանի տնօրինության և ուսուցչական կազմի հետ ճեմարանի գործունեությանն առնչվող հարցերի շուրջ։ Վերջին շրջանում անչափահասների կատարած հանցագործությունները մեր երկրում, հատկապես մարզերում, աճել են։ Խոսքը ոչ միայն մանր զանցանքների, այլև սպանությունների, բռնությունների, գողությունների ու թմրանյութերի հետ կապված լուրջ հանցագործությունների մասին է։ Մասնագետները կարծում են, որ այս ամենի պատճառը համակարգի թերություններն են, չկան կանխարգելիչ ծրագրեր, որոնք կօգնեն երեխաներին հեռու մնալ վատ շրջապատից։ Սպանության նախապատրաստություն Վանաձորում 17-ամյա դեռահասի մասնակցությամբ, սպանություն Սպիտակում կրկին 17-ամյա երիտասարդի մասնակցությամբ, որի պատճառն ըստ քննության աղջկան երկար նայելն էր։ Վերջերս Լոռու մարզը ցնծած այս աղմկահարույց դեպքերը անչափահասների մասնակցությամբ հանցագործությունների աճող վիճակագրության ընդամենը 2 դրվագներն են։ Թվերը խոսուն են։ Քննչական կոմիտեի տվյալով 2025 թվականի միայն առաջին կիսամյակում քննվել է անչափահասների կատարած հանցագործությունների վերաբերյալ 344 քրեական վարույթ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 298-ի դիմաց։ Սա 2022 թվականից սկսված աճի շարունակությունն է։ Ցանկում ծանր հանցագործություններ են՝ սպանությունը, առողջությանը վնաս հասցնելը, ավազակությունը, թմրանյութերի շրջանառությունը։ Սոցիոլոգ Միրա Անտոնյանը համոզված է, համակարգն աշխատում է հրշեջի սկզբունքով, արձագանքելով միայն ծայրահեղ դեպքերին։ Սովոր չենք մեր երկրում ընդունված չի վաղմիջամտությունը կազմակերպել եւ դա կազմակերպված գործընթաց չի։ Մենք սոցիալական պաշտպանության ոլորտում հրշեջ մարողներ ենք։ Կա սկանդալային իրավիճակ, կա ծայրահեղ իրավիճակ, բնականաբար արձագանքում ենք եւ արձագանքում ենք արագությամբ եւ արձագանքում ենք հուսամ արդյունավետ։ Բայց խնդրեմը նրանումն է, որ այդ խնդիրները ժամանակի մեջ են զարգանում եւ խորանում, իսկ մենք մի տեսակ ուշանում ենք մեր միջամտության։ Ոստիկանության գնդապետ փորձագետ Նելի Դուրյանը, որ տարիներ շարունակ ղեկավարել է անչափահասների մասնակցությամբ հանցագործությունների բացահայտմամբ զբաղվող ստորաբաժանումը, խնդրի լուծման բանալին տեսնում է մի քանի ուղղություններով։ Առաջինը ծնողական պատասխանատվությունն է։ Հենց ինքը ծնողը պետք է ցանկանա երեխային ընդգրկի որոշ մի խմբակի մեջ։ Ծնողը զբաղվի երեխայի զբաղվածության հարցով, փողոցից կտրի, ուշադրության կենտրոնում պահի, որպեսզի երեխան դուրս չգա փողոց, չկատարի իրավախախտում, հանցագործություն չկատարի, այո։ Եվ պետությունը իր կողմից արդեն պետք է համապատասխան անվճար խմբակներ լինեն, հա։ Դուրյանը հիշում է, եղել են տարիներ, երբ համալիր աշխատանքի արդյունքում անչափահասների գաղութը պարզապես դատարկվել է։ Մանր հանցագործություններ անում էին, բայց ծանր հանցագործություններ չկային։ Դրա հիմքում ոստիկանության եւ հասարակական կազմակերպությունների սերտ համագործակցություններ։ Շատ սերտ համագործակցություն, շատ սերտ հասարակական կազմակերպությունների հետ։ Թիվը մեծ էր, բայց մի քանիսն էին, որոնք բավականին արդյունավետ աշխատանք էին իրականացնում։
հասարակական կազմակերպություններից որոշը, որոնց հետ ոստիկանությունը ստեղծել էր մի մոդել, բացառիկ մոդել, դա հայկական օգնության ֆոնդի երեխաների աջակցման կենտրոններ։ Մեկ այլ կարևոր օղակ էր դպրոցական տեսուչի ինստիտուտը, ոստիկաններ, որոնք աշխատում էին ավագ դպրոցներում, կանխելով վեճերն ու հաստատելով վստահության մթնոլորտ։ Այս ինստիտուտն այսօր այլևս չի գործում։ Երեխաների այդ արդեն դեռահասության տարիք, 15, 16, 17 տարեկան տղաներ եւ արդեն միջանձնյա հարաբերություններ, կռիվներ, ինքնահաստատում, մյուս տարբեր են խնդիրները, գիտեք, նույն ինքը ծնողը այնպիսի հուզական հոգեվիճակի մեջ է, հոգեբանական խնդիրներ ունի, այսինքն այստեղ պետք է լինի նայեք համայնքի հետ աշխատանքը, շատ կարևոր է, կան խնամակալության մարմիններ։ Մինչ վիճակագրությունը շարունակում է արձանագրել անչափահասների կատարած հանցագործությունների աճ, մասնագետները մատնանշում են համակարգային բացերը։ Մի կողմից վաղ կանխարգելման մեխանիզմների բացակայությունը, մյուս կողմից արդեն իսկ գոյություն ունեցող եւ արդյունավետ գործած ինստիտուտների վերացումը։ Աննա Հարությունյան, Reopen Media։ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների տուրիզմի ցուցանիշը։ Այն բավականին մեծ թիվ է, բայց աճը 0.8% է, թեև իշխանությունը խոսում էր ռեկորդների մասին։ Իմ գործընկեր Սիմոն Հովհաննիսյանը շրջել է քաղաքում եւ փորձել է հասկանալ զբոսաշրջային ակտիվությունը, հանդիպել մեր երկրի եկած հյուրերի հետ։ Դիտենք Սիմոն Հովհաննիսյանի ռեպորտաժը։ Հերթական ռեկորդային ցուցանիշը արձանագրվեց զբոսաշրջության ոլորտում։ Մայիսից օգոստոս ռեկորդային զբոսաշրջության մասին է պատմում Գևորգ Պապոյանը։ Այդ ժամանակահատվածում Հայաստանում զբոսաշրջիկներին հետաքրքրող իրադարձություններ շատ եղան։ Ֆեստիվալների ու ֆեստիվալների ֆոնին Հայաստան էր եկել համաշխարհային աստղ Ջեյլոն, Մագնիսի պես զբոսաշրջիկների նոր հոսք բերելով։ Սակայն Պապոյանի ոգևորությանը զուգահեռ այս տարի զբոսաշրջիկների աճի տոկոսն է 0.8։ Այսպես վիճակագրական կոմիտեն հրապարակել է այս տարվա հունվարից սեպտեմբեր Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը, համեմատել դրանք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ։ 1.734.000 մարդ է ժամանել Հայաստան, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից ավելի է ընդամենը 13,000-ով։ Ես ռուս եմ, բայց ապրում եմ Կիպրոսում։ Ինչու ընտրեցի այս երկիրը։ Իրականում ես երբեք այստեղ չեմ եղել, բայց ինձ միշտ հետաքրքիր էր այս երկիրը եւ հատկապես որովհետեւ ես սիրում եմ արվեստը։ Ուստի որոշեցի այցելել ձեր պատկերասրահ։ Դա շատ հետաքրքիր է ինձ համար եւ մարդիկ այստեղ շատ ընկերասեր են։ I'm from Iran, Tehran. Ես Իրանից եմ, Թեհրանից, ճանապարհորդում եմ Հայաստանում։ Լսել եմ, որ ձեր երկիրը շատ անվտանգ երկիր է, բարի մարդկանցով եւ շատ հետաքրքիր վայրերով։ Ես Հայաստանում եմ մոտ 1 շաբաթ, նաեւ ուզում եմ մեկնել Վրաստան, բայց լսել եմ, որ Վրաստանն այդքան էլ հետաքրքիր չէ։ Այնպես որ ես կնախընտրեմ մնալ այստեղ հաջորդ շաբաթն էլ։ Ամենաշատ զբոսաշրջիկներ Հայաստան գալիս են Ռուսաստանից։ Պատերազմը, այլ երկրների սահմանած մուտքի արգելքները ու էլի այլ պատճառներ այս տարի մոտ 710,000 ռուսաստանցու են բերել Հայաստան։ Մի քանիսին Reopen-ի հարցախույզի ընթացքում հանդիպեցինք։ Մենք պարզապես անցնում էինք, եկանք բառացիորեն 1-2 օրով։ Ահա ինչքան ժամանակ կա, ինչ կհասցնենք, կտեսնենք։ Мы сегодня прилетели к другу на свадьбу, у нас женится. Մենք այսօր եկել ենք մեր ընկերոջ որդու հարսանիքին։ Մենք ժամանել ենք այսօր եւ Կիրակի օրը մեծ հարսանիք ունենք հյուրանոցներից մեկում եւ մենք շատ ուրախ ենք այդ կապակցությամբ։ Իմ ընկերները Հայաստանից են։ Մենք դեռ 5 օր այստեղ կլինենք։ Վաղը անպայման կգնանք Էջմիածին, հետո անպայման կգնանք Սևան, որովհետեւ շատ գեղեցիկ լիճ է։ Եվ մենք ուզում ենք տեսնել Արարատը։ Ես արդեն այստեղ եղել եմ 19 թվականին եւ ինձ այստեղ շատ է դուր եկել։ Հայաստանը հիանալի երկիր է։ Երկրորդ հորիզոնականում Վրաստանից եկող զբոսաշրջիկների հոսքն է։ Համ մոտ են, համ էլ այս տարի մեր երկրում Հայաստան-Վրաստան ֆուտբոլային հանդիպում կար։ Իսկ այս բելառուս աղջիկները Հայաստանի սարերով են զմայլված։ Երևանում 2 օր են մնալու, մնացած օրերը պատրաստվում են Սար ու Ձորին նվիրել։ Առանձնացրել են Սևան ու Տաթև հաստատ պիտի գնան։ Мы в Ереване всего лишь второй день. Մենք Երևանում ընդամենը երկրորդ օրն ենք։ Մեզ շատ դուր եկավ Արարատի գործարանը։ Այնտեղ ուղղակի հիանալի էքսկուրսավարներ են։ Պատմությունն այնքան գրավիչ է, որ մենք նույնիսկ մոռացել էինք, որ եկել են կոնյակ փորձելու։ Ես արդեն անկեղծ ասած այնքան էմոցիաներ ունեմ, այնքան շատ տեղերում ենք եղել, որ արդեն մոռացել եմ։ Вот, мы только начинаем вкушать. Ահա մենք նոր ենք սկսում ճաշակել Հայաստանի համը։ Պայմանականորեն, եթե կարելի է այդպես ասել։ Աներևակայելի հաճելի, աներևակայելի ջերմ մարդիկ են։ Շատ հաճոյախոսություններ ենք լսում։ Բոլորը ողջունում են, բոլորովին անծանոթ մարդիկ փողոցում ասում են բարի գալուստ Հայաստան։ Դա անչափ հաճելի է, եւ դա ձեր երկրի տարբերակող գիծն է։ Դուք հիանալի եք, այստեղ գտնվելը մեզ համար նույնպես մեծ պատիվ է։
Հիմնականում մեր երկրի խոհանոցը հյուրասիրությունն ու ապահովությունն էին ընդգծում հարցախույզի ընթացքում մեզ հանդիպած մարդիկ։ Իսկ ազգային ժողովի падգամավոր Բաբկեն Թունյանն էլ այսօր տուրիստական ցանկալի ուղղություններն է հրապարակել՝ Գեղարդ, Դիլիջան, Սևան ու էլի այլ տեղեր։ Ասում է, դա դեռ միայն տուր օպերատորների ցուցանիշով է։ Սիմոն Հովանիսյան, Ստեփան Տիգրանյան, Reopen Media։ Հայ պատանի շախմատիստների նվաճումների մասին։ Եվրոպայի առաջնության մինչև 18 տարեկանների խմբում գերազանց խաղով Վահե Սուքեսյանը վերջին փուլերում անընդմեջ հաղթանակների շնորհիվ միավորներով հավասարվեց առաջատարին եւ լրացուցիչ ցուցանիշներով հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։ Մինչև 14 տարեկանների խմբում փայլուն խաղաց Հայաստանի մյուս շախմատային հույսը 13-ամյա Տիգրան Համբարձումյանը, որը մրցակցի հետ 9 հնարավորից 7.5 միավոր էր վաստակել, սակայն լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրեց երկրորդ տեղը եւ արժանացավ արծաթե մեդալի։ Մինչև 16 տարեկանների պայքարում Բենիկ Աղասարովը բաժանեց 2-րդ եւ 4-րդ տեղերը, լրացուցիչ ցուցանիշներով հանգրվանեց 4-րդ տեղում։ Շնորհավորում ենք իմաստուն խաղի երիտասարդ հայ վարպետներին եւ մաղթում նորանոր նվաճումներ։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ նոյեմբերի 15-ից մարտի 31-ը ներառյալ առանց համապատասխան ձմեռային անվադողերի տրանսպորտային միջոցների շահագործումը կարգելվի։ Գրանցված խախտումների համար կգործեն վարչական տույժեր։ Եվ վերջում եղանակի մասին կիրակին կլինի առանց տեղումների։ Մեր հանրապետության տարածքում նոյեմբերի 8-ից 12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը աստիճանաբար կբարձրանա 2-ից 3 աստիճանով։ Մայրաքաղաքում վաղը ցերեկը կլինի 18-ից 20 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի 10-ից 12 աստիճան, 0-ից բարձր։ Դե իսկ մենք այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, հաջելի երեկո եմ մաղթում բոլորիդ, հաջողություն։